Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, երեկվանից բոլորիս ուշքի միտքը մեր մայրաթորն է, այն լկտի տեղեկատվական նախապատրաստությունն է, որը որ Հայաստանի օկուպացիոն ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում է մեր մայր եկեղեցու նկատմամբ հարձակման ադրբեջանա-թուրքական ծրագրի շրջանակներում մենք ամիսներ շարունակ տեսնում ենք այդ ծրագրի իրականացման փուլերը եւ եթե մարդիկ կային, ցավոք սրտի այդ մարդիկ կային, ու ցավոք սրտի այդ մարդկանց մեջ նաեւ բավական բարձրաստիճան ու բավական ազդեցիկ, այսպես ոչ թե բարձրաստիճան, այլ ազդեցիկ մարդիկ կային, որոնք ասում են, դե հեսա խոսա, թարգը կտա կանցնի իր գործերին, ուրեմն դուք լավ չեք պատկերացնում օկուպացիոն ռեժիմի ողջ էությունը եւ հիմա տեսնում եք, որ ցավոք սրտի արդեն հնարավոր են համարում վեհապար հայրապետի գերեվարման օպերացիա իրականացնել։ Երեք դրա մասին գիշերը լայվով մանրամասն խոսել եմ, հիմնականում անդրադարձել եմ այն հարցին, որ սա լավորից չի, որ անում են, այն մյուս ծրագիրը, որ հեսա ժողովուրդը հավաքելու եւ խաղաղ ձևով ինչ որ իր խոսքերով տենց ինչ որ կոմիտե էր ձևավորում, ինչ էր անում, չափանիշներ էր գրում առաքելական եկեղեցուն ոչ բնորոշ, այսինքն մի մասը բնորոշ, մի մասը շատ կարևոր բնորոշ հատկանիշների բացակայություն, մի խոսքով էլի ինչ որ տենց հիշում եք բաներ էր անում, նույնիսկ ժամկետներ էր նշում սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ եւ մենք տեսանք, որ այս իր ծրագիրը երևի թե լուրջ խնդիրներ ունի, հակառակ դեպքում նրանք չէին գնա այս ծայրահեղ քայլին։ 2023-ից շեշտում եմ իրենց մոտ եղած ձայնագրությունը սլիվ անելուն, դրա հիման վրա արագ վեհապարի դեմ, պնդում եմ վեհապարի դեմ գործ հարուցելուն, այն մարդիկ ովքեր որ իրենց թույլ են տալի այս պնդումը անողներին անգրագետ համարել, ուրեմն այդ մարդիկ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ քրեական դատավարության վերաբերյալ որևէ միտք հայտնելու այսպես իրավունք վաստակեն։ Սա ուղիղ եմ ես ասում։ Եվ երեկվա լայվում բացատրում եմ, թե ինչու եմ ասում։ Հարուցում են վեհապարի դեմ քրեական գործ եւ արդեն ամեն րոպե կարող են իրականացնել վեհապարի գերեվարման գործողությունը։ Ես դրա մասին երեք մանրամասն խոսել եմ, ենթադրում եմ, որ դա կարող է լինել առաջիկա 2 շաբթին, 3 շաբթին, իսկ հաշվի առնելով են, որ նրանք լինելով ադրբեջանա-թուրքական սիմվոլիզմի մշակույթի կրողներ, նաեւ հնարավոր է որոշեն, որ հոկտեմբերի 27-ին, այսինքն ոչ թե այս, այլ մյուս կիրակի իրականացնեն, պետք է պատրաստ լինենք։ Եվ տեսնում եմ երեկվանից բազմաթիվ համացանցում գրառումներ, շատ այսպես մոտիվացնող գրառումներ, տխուր գրառումներ եւ այլն, ես կարծում եմ կարեւոր է, որ իհարկե շատերն ասում են, հայ ինչ գրառումով ինչ, այո, դա այսպես փոքր ազդեցության բան է, բայց իմացեք, որ այս ադրբեջանա-թուրքական մշակույթի կրողները, հայ առաքելական եկեղեցու թշնամիները, հայ առաքելական եկեղեցու եւ հայության դեմ այս գործողությունները ծրագրողները, իրականացնողները մի հատկանիշ ունեն, նրանք հանրային կարծիքին մեծ ուշադրություն են դարձնում։ Եվ ամեն դեպքում կարևոր եմ համարում, որ եթե դուք իսկապես այս ներքին հուզմունքը վզում ունեք, անպայման դրա մասին գրեք։ Իհարկե խնդրանքս է, որ գիտեք, խոսքի համար մեր երկրում ձերբակալում են որոշակի
բացարձակ այսպես բան չունի, էլի արդյունավետություն չունի մի հատ էլ գնալ բռնվել եւ արդյունավետություն դա չունի։ Մի խոսքով ես կուզենայի որ մարդիկ արտահայտվեն դրա մասին։ Բայց այս լայվս վերաբերում է մեկ ուրիշ շատ կարևոր հարցի, որը խոզարկությունն է։ Դա աշխատող է արվում շատերի կողմից։ Եվ ես ուզում եմ սրան անդրադառնամ, սա շատ կարևոր հարց եմ համարում, հատկապես քննարկվող հարցի համատեքստում, որովհետև վեհարան եւ խոզարկություն արտահայտությունները ասենց շաքավելու աստիճան իրար հետ կապ չունեցող բաներ են։ Բայց ակնհայտ է որ նրանք դրան գնալու են։ Ինչու է ակնհայտ։ Հիմա հարց կարող է հնչել, իսկ ինչ գիտես։ Բացատրեմ ինչ գիտեմ։ Առաջի անգամ չի որ այս քաղաքական հոդվածը կիրառվում է։ Բոլորովին վերջերս օրեր առաջ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ էս հոդվածը կիրառվեց։ Եվ եղել են ուրիշ դեպքեր եւս։ Այսինքն մենք արդեն գիտենք իրենց, այսպես ասած, ինստրուկցիան որն է։ Քրեական վարույթ նախաձեռնելուց հետո նրանք պարտադիր մտնում են դատարան, գաղտնի, չեմ ասում ապօրինի, գաղտնի է լինում, էլի, խոզարկությունները գաղտնի է լինում։ Դատավորից ստանում են խոզարկության որոշում, որից հետո նոր կատարում են այդ գործողությունները։ Բայց այստեղ պրոբլեմ կա։ Այստեղ լուրջ պրոբլեմ կա։ Հիմա տեսեք։ Երեկվանից արդեն ակնհայտ է, որ այս վարույթը կա։ Երեկվանից արդեն ամեն ինչ պարզ է։ Հիմա ես իրավաբանական հարց եմ բարձրացնելու, թեև այս ամեն ինչը իրավաբանության հետ կապ չունի, բայց հիմա ես իրավաբանական հարց եմ բարձրացնելու հատկապես այն դատավորի համար, որի սեղանին դրվելու է խոզարկության միջնորդությունը։ Նորից ասեմ, դա ծածուկ է, դա հանրությունը չի իմանում։ Հատկապես այդ դատավորի համար, որի անունը առանց որևէ բանի ես չգիտեմ ով է ներգրավելու, բայց ես ընդդում եմ, որ ընդամենը դատավորի անունը հրապարակվի, ով է այդ որոշումը կայացնելու, ընդամենը առանց ոչ մի բանի։ Նույնիսկ կարող են գրել, ես ձեր ցավը տանեմ, այս դատավորն է եղել վեհարանի խոզարկության որոշում կայացնողը, ուրիշ ոչ մի բան։ Դա բացարձակապես արգելված տեղեկատվություն չի եւ չի էլ կարող լինել, բնականաբար։ Բայց այդ դատավորը, որ ես հույս ունեմ, լավ չասեմ իմ հույսերի մասին չխոսեմ, այդ դատավորը մի հանգամանք պետք է հաշվի առնի։ Այս թուղթը ստանալուց հանկարծակիություն պետք է լինի խոզարկության դեպքում, այսինքն նժարա, մարդու իրավունքներ եւ այսպես ասած նախաքննության շահ։ Մենք հասկանում ենք, որ այստեղ նախաքննության շահի մասին չի խոսքը, այլ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանա-թուրքական խմբակի շահի մասին է խոսքը, այդ մենք հասկանում ենք։ Բայց իրավաբանորեն այստեղ կա երկու շահ։ Մարդու իրավունքների շահ եւ հակադիր շահը նախաքննության շահ։ Ուրեմն առաջին նժարին կրոնական կազմակերպության, սահմանադրական մակարդակի բարձրացված կրոնական կազմակերպության, հայկականության առանցքը հանդիսացող կառույցի սիրտն է։ Այսօր վեհարանը գտնվում է մայր աթոռում։ Ես հիմա կասեմ, թե ինչ եմ ասում։ Այսօր վեհարանը գտնվում է մայր աթոռում։ Ամենավերջում կանդրադառնամ այս առաջի հայացքից տարօրինակ մտքին։ Այս կառույցի խոզարկության համար ծանրակշռագույն պատճառներ են պետք։ Ծանրակշռագույն։ Չգիտեմ, այնտեղ պետք է ինչ-որ պատկերացրեք ձեր մտածած ամենածանր հանցագործությունը տեղի ունեցած լինի, որ այնտեղ միջին ծանրության արարքի համար, Այն էլ այն դեպքում, երբ հանկարծակիության էֆեկտը զրոյական է, որտեղ երեկվանից բոլորին պարզ է, որ գալու են, այդ է իրանց ինստրուկցիան, նմանատիպ, այսպես կոչված հանցագործությունների քննության գալու են վեհարան։ Բոլորի համար պարզ է, եւ այս հանգամանքը պետքա դատարանը չի կարող հաշվի չառնել, որ հանկարծակիության էլեմենտը զրոյական է։ Դա նշանակում է, որ նախաքննության շահ կոչվածը զրոյական է այստեղ։ Զրոյական։ Նախաքննության շահը կոչվածը այստեղ զրոյական է։ Եվ ես հիմա կանեմ պնդում։
չեմ կարծում, որ այս պահին որոշումը կա, հավանը կարող արդեն միջնորդությունը ներկայացվել է եւ այլն, որտեղ գործողություններ ուրիշ պետք է անեն, պետք է այդտեղ հայտնված այդ նախկին հոգեվորականին հարցակնեն եւ այլն եւ այլն։ Այդ որոշումը կայացնելու շեմին կանգնած դատավորը, որ ինքն է ստորագրությունը իրանն է, վաղը միսօր ես ինձ ստիպեցին, միպեցին, դες բաներ չի անցնելու իհարկե։ Թող իմանա, հեսա մասնագիտական կարծիք է, որ այս հանգամանքներում, այս պայմաններում նման որոշում կայացնելը ծանրագույն հանցագործություն ալինելու իրավաբանորեն, չեմ ասում, երկնային դատաստան եւ այլն, դա իմ տերույթը չի, ես չգիտեմ, ես դրա գիտակը չեմ։ Դրա մասին թող մեր հոգեվորականները խոսեն։ Ես դրա գիտակը չեմ, եթե երբեմն էլ դրա մասին արտահայտվել եմ, վստահ չեմ, որ ճիշտ եմ արել, աշխատում եմ չարտահայտվեմ։ Երկնային դատաստանի հարցը իմ այսպես տիրույթում ես չեմ համարում։ Ես ով եմ, ես ինչ-որ ժամանակավոր այս կյանքի պարգևը ստացած մեկն եմ, որը որ ոնց եկել եմ, հենց է գնալու եմ։ Այդ հավերժի հարցերը իմը չեն։ Բայց այս հարցը, իրավաբանական հարցը, մաքուր մասնագիտական հարց է։ Ես մասնագիտական կարծիք եմ ասում, ու ընդ որում հակառակ կարծիք ունեցողներին ինձ թույլ չեմ տալի անգրագետ ասելու, ի տարբերություն ոմանց։ Ես պնդում եմ, որ սա ուղղակի հանցագործություն կլինի այս հանգամանքներում խուզարկության որոշում կայացնելը վեհարան։ Սա էի ուզում ասել։ Հիմա վերջում, ամենավերջում անդրադառնամ, թե ինչի էի ասում, որ այս պահի դրությամբ վեհարանը գտնվում է մայր աթոռում։ Ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսը գերեվարված կլինի, բանտարկված կլինի, ձերբակալված կլինի, կալանավորված կլինի, շարունակում է մնալ ամենայն հայոց կաթողիկոս։ 3 հոցություն ստացած, որ մենակ մեր եկեղեցում է դա արկա մեր հնամենի ավանդույթն է սա։ Դեռևս մեր պատմիչներն են գրում, օրինակ, Ներսես մեծ կաթողիկոսի հոցության մասին։ Որպես կաթողիկոս 3-րդ հոցում, որը օրինակ հետաքրքիր է չունեն կաթոլիկ, մեր հավատակից քրիստոնյա, կաթոլիկ քրիստոնյաները չունեն, արևելյան ուղղափառները, արևելյան ուղղափառ չեմ, խոսքով տերմինաբանությունը չգիտեմ, ռուս ուղղափառներ, հույն ուղղափառներ, վրացի ուղղափառներ, մենք էլ ենք ուղղափառ, բայց անգլերեն տերմինն է Eastern եւ Oriental, որը հայերենով երկուսն էլ արևելյան է տարգմանվում։ Մի խոսքով այդ եկեղեցիները նրանք էլ չունեն, առաքելական բնույթ կրող եկեղեցիները որ շատ նման են իրար, իսկ առաքելական ինչ է նշանակում առաքյալների կողմից հիմնված, մեր պարագայում Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների, առաքելական եկեղեցիներից երևի միակն ենք, որ նախ այսպես օծությունն է, որ առաքելական եկեղեցիներում շատ կարևոր, որտեղ Քրիստոսից է գալի այդ օծությունը, դրան էլ ուշադրություն դարձրին։ Քրիստոս օծել է իր աշակերտներին կամ օծել է, այլ Քրիստոս կոչել է իր աշակերտներին եւ օծության կարգն է հաստատել, որով որ հերթով առաքելական հաջորդությամբ մեկը մյուսին Թադեոս, Բարդուղիմեոս, որոնք ինչ որ մեկին, հետո ինչ որ մեկին, հետո ինչ որ մեկին, հետո Գրիգոր Լուսավորչին, հետո շարունակում է, հերթով մեկը մյուսից փոխանցելով հասել են այսօր Գարեգին վեհապարին։ Սա մաքուր առաքելական հաջորդությունն է, բայց մեր եկեղեցու պարագայում է, որ բացի եպիսկոպոսական օծությունից նաև կա կաթողիկոսական շքեղագույն ծիսակարգ օծության, որը որ նոյեմբերի կարծեմ 4-ին Գարեգին վեհապարի օծության 26-րդ տարեդարձն ենք մենք նշել։ Եվ այսպես ամենայն հայոց կաթողիկոսը որտեղ էլ լինի, շարունակում է լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Շարունակում է լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Եթե օրինակ, չգիտեմ, ադրբեջանա-թուրքական ուժերի պատճառով նա չի կարող շարունակել իր
ժամանակավորապես իր ծառայությունը լի իշխան է նշանակել տեղապահ, որը ժամանակավորապես իր լիազորությունները կիրականացնի մինչև ամենայն հայոց կաթողիկոսը խոր վիրապից դուրս կգա, այսպես ասած, եւ մենք նորից հնարավորություն կունենանք, այս սցենարի դեպքում եմ էլի իհարկե ասում, նորից հնարավորություն կունենանք վայելել ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությունը մեր կյանքում։ Ֆիզիկական առումով, շփման առումով, իսկ այնպես ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությունը իհարկե էլի մեր կողքին է։ Հիմա Վեհարանը շենքը չի։ Վեհարանը այնտեղ է, որտեղ է ամենայն հայոց կաթողիկոսը։ Կտանենք ԱԿԲ-ի պատվալ։ ԿԳԲ-ի պատվալը այդ շրջանում կլինի հայոց վեհարանը։ Ուր էլ որ տանեն, այդտեղ է լինելու վեհարանը։ Վեհարանը այնտեղ է, որտեղ վեհն է։ Այսքան բան։ Շնորհակալություն, հաջողություն։